Աստծո փառք կուդամ այս քեղեցիկ արիթին համար դերոջը դանը մեջ հավաքվելու եւ միասնապար զինք բաշտելու Աստծո սուրբ խոսքեն պիտի գարտացվի Դեր Հիսուս Քրիստոսի ավետարանը Հովհաննու 20-րդ գլխուն 19-րդ համարենը սկսյալ Հետևինք Աստծո խոսքին հավատքով եւ խոնարհությամբ Նույն օրը Մեկշաբթի իրիգունը աշակերտներուն հավաքված դեղին թռները կոց էին հրյաներեն վախնալուն համար Հիսուս եկավ եւ անոնց մեջտեղը գայնեցավ ու ուսավ անոնց խաղաղություն ցեզի Ասիգա ասելով իր ցերկերն ու գողը ցծուց անոնց աշակերտներն ալ ուրախացան երբ դերը տեսան Հիսուս նորեն ասավ խաղաղություն ցեզի Ինչպես հայրը զիս ղրգեց ես ալ ցեզ գղրգեմ Ասիգա ասելով անոնց վրա փչեց ու ըսավ անոնց արեք Սուրբ Հոգին որոնց մեղքերը որ թողուկ թողված լան եւ անոնց մեղքերը որ յետ բռնեք բռնված լան Բայց 12-ին մեկը երկվորյակ ըստված Թոմաս անոնց հետ չէր Երբ Հիսուս եկավ Երբ միս աշակերտները ըսին անոր թե դերը դեսանք անալսավ անոնց եթե իր ցերկերուն վրա փևերներուն նշան չդեսնեմ ու մադս փևերներուն դեղը չխոթեմ եւ իմ ցերկս անոր գողը չխոթեմ չեմ հավատար 8 օր հետո դարձյալ աշակերտները ներսնեին Թոմաս ալ անոնց հետ եկավ Հիսուս թեև թռները կոց էին ու գայնեցավ անոնց մեջտեղը եւ ըսավ խաղաղություն ցեզի Ետքը ըսավ Թոմասին մադդ հոսպեր եւ նայե իմ ցերկերուս ու փեր քուցերքդ ու իմ գողս խոթե ու մի լար անհավատ հաբա հավատացյալ Եվ Թոմաս պատասխան տվավ ու ուսավ անոր իմ դերս եւ իմ Աստվածս Հիսուս ըսավ անոր որովհետև թուն զիս դեսար ադոր համար հավատացիր երանի անոնց որ դեսած չեն ու կհավատան Որպես մարդ արարած մեզի համար ամենեն դժվար վիճակներեն մեկը գասկածի մեջ ապրիլն է Գասկածիլ երկմդիլ վիճակներու կամ նույթերու համար որոնք մեզի կարևոր են որոնց մասին կմտածենք, կծրագրենք, կարևոր նույթեր մեր կյանքի դարբեր մանրամասնություններուն մեջ։ Այդ վիճակներու մեջ գասկածով ըլլալը բավական դժվար է։ Բոլորս ունենք գասկածներ, գասկած ներգահի մեր առօրյային մեջ եւ նաեւ ապակայի համար, մեր մտածումներուն, մեր ծրագիրներուն մեջ, գասկած մեր արած որոշումներուն մեջ շատ բան կա որ դերևս այսօր մեզի համար հստակ չէ դերևս այսօր մեր միտքը շատ նյութեր կան որոնց մեջ չենք գիտեր ինչ պիտի ունենք ինչպես պիտի վարվենք ինչպես պիտի մտածենք ինչպես պիտի ծրագրենք անհստակ վիճակներ գվերածվին մեր կյանքի մեջ նաև վախերու եւ մտահոգություններու անհստակ վիճակ անորոշություն նաև մեր մեջ կստեղծե վախը եւ ընդհանրապես այսպիսի վիճակներ գաստեն մեր հարաբերություններուն մեր մարդկային հարաբերություններուն երբ գասկածի մեջ ենք վախի մեջ ենք մեր առօրյային մեջ մեր մարդոց այդ հարաբերությունները նաև գաստվին Ոչ միայն մեր մարդկային հարաբերությունները գաստվին վախե եւ գասկածե, այլ թերևս նաեւ Աստուծո հետ մեր ունեցած հարաբերությունը։ Երբ կգասկածենք Աստուծո հնազանդելու մեր արած որոշումներուն մեջ, երբ այդ կասկածը ունենք, երբ կգասկածենք Աստուծո ներգայությանը մեր կյանքերուն մեջ, արդյոք Աստված ներգայ է մեր վիճակներուն, մեր մտածումներուն, մեր կյանքի ընթացքին, այս բոլորը
Այս կասկածները նաև գաստեն մեր Աստծո հետ ունեցած հարաբերությանը եւ դերևս նաև մեր հարաբերությունը Աստծո հետ փոփոխություններու գենթարկվի։ 5 դագարանի մեջ քիչ առաջ մասը ընթերցվեցավ Ելից գիրքին 17-րդ գլխուն մեջ գգարտանք Իսրայելի ժողովուրդը բոլոր որդիները Իսրայելի դերոջը խոսքին պես իրենց քնածքին համեմատ սին անաբադեն չվեցին։ Բոլորիս զանոտ պատմություն մնե, թեպք մնե 5 դագարանեն։ Աստծո խոսքը գսե հոն ժողովուրդին խմելու չուր չգար։ Երբ Աստված Մոսեսի միջոցով գարաչնորտեր հրյա ժողովուրդը անաբադին մեջ, հանգարց գտեսնենք Աստծո խոսքի մեջ, թե ժողովուրդը գտնվի վիճակի մեջ, որ իրենց խմելու չուր չգար։ Ժողովուրդը չուրի համար ծարավեցավ ու Մոսեսին թեմ դրդուն չրավ։ Ինչու համար մեզի Եգիպտոսեն հանեցիր։ Այս էր իրենց հարցումը։ Մեզ ու մեր որդիները եւ մեր հոդերը ծարավեն պիտի մերցնես։ Վասնզի Իսրայելի որդիները հոն վիճեցան եւ դերը փորձեցին եւ իրենց խոսքը, իրենց մտածումը եղավ ասելով արդյոք դերը մեր մեջ է։ Արդյոք դերը մեզի հետ է։ Այս վիճակի մեջ ուր չուր չունենք խմելու, ծարավ ենք, թերևս դժվարության մեջ ենք, որ լուծումը չունենք։ Արդյոք դերը այս դժվարության մեջ մեզի հետ է։ Արդյոք դերը մեր մեջ է։ Անոնք երբ դժվարության մտեմ գտնվին, հանգարց կգասկածին դերոջը ներկայությանը համար։ Արդյոք դեր իրենց հետ ներկա էր։ Մենք որքան այսօր մեր կյանքի ընթացքին նաև այս հարցումը կհարցնենք հաջող։ Մեր առօրյային, մեր դժվարություններուն, ամեն անգամ որ դժվարության մտեմ գտնվենք, կասկածի մեջ կլանք, վախը գաբրինք, անորոշ վիճակի մեջ կլանք, նաև մեր մտքի մեջ այս հարցումը գուկա, այս միտքը գուկա, ինչպես հրյա ժողովուրդը, արդյոք դերը մեր մեջ է։ Վախը, կասկածը նաև պատճառ կլան մեր 4 կողմը սահմաններ տնելու, հերանալու եւ նույնիսկ երբեմն մեր թռները փակելու։ Այն հույսով, որ մենք մեր անձերը գրնանք ապահով եւ խաղաղ բահել, երբ վախի մեջ ենք, հաջող կհերանանք, կփորձենք մեր թռները փակել, սահմաններ տնել եւ փորձել մեր անձերը խաղաղ բահել։ Քիչ առաջ ավետարանեն Հովաննու ավետարանեն ընթերցեցինք եւ տեսանք, թե Տեր Հիսուսի աշակերտները իր մահեն յետ այսպիսի վիճակ մգաբրեին։ Հովաննու ավետարանիչ կսե անոնք վախի մեջ էին։ Տեր Հիսուսի մահեն յետ երբ կհավաքվեին աշակերտները, որոնք Տեր Հիսուսի հետ ժամանակ անցուցած էին, որոնք Տեր Հիսուսի խոսքերը առաջնորդությունը ստացած էին, իր մահեն յետ գաբրեին վիճակը կասկածի, վախի եւ անորոշության։ Աշակերտներուն հավաքված դեղին թռները քոց էին, հրյաներեն վախնալնուն համար։ Իրենց հավաքված թրան յետին գար վախ, մտահոգություն, կասկածներ եւ անորոշ վիճակ, թերևս շատ հարցումներ։ Ինչ պիտի ելար իրենց վիճակը Տեր Հիսուսի մահեն յետ։ Հանգարց իրենց առաջնորդը, իրենց դերը, իրենց սորվեցնողը, իրենց վարդապետը իրենց հետ միասին չէր, հակառակ իր դված խոստումներուն, բայց այս անգամ անոնք հավաքված էին առանց Տեր Հիսուսի ներկայության։ Իրենց վարդապետը չգար, իրենց քաչալերողը, հույս տվողը իրենց հետ չէր։ Անշուշտ այս վախը իրենց մեջ կար, այս կասկածը, այս մտահոգությունը իրենց մեջ կար,
Հակառակ անոր, որ այս գարտացված հատվածեն մի քանի համարներ առաջ գտեսնենք Մարիամ Մագդաղենացի իրենց կփոխանցե ասելով, որ ես դերը դեսա քերեզմանի մուտքին, քերեզմանեն դուրս։ Հակառակ այդ լուրը ստանալնուն դագավին իրենք գաբրեին վախ, կասկած եւ մտահոգություն, որովհետեւ իրենք դեսած չէին իրենց աչքերով, իրենց ապրած վիճակը անխաղաղ էր, իրենց ներգան անխաղաղ էր եւ իրենց աչքերով դեսած չէին։ Դեր Հիսուս, ինչպես գիտենք, իր հարութենեն ետք մինչև իր համբարձումը գհանդիպեր իր աշակերտներուն իրենց գտնված վիճակներուն մեջ։ Դեր Հիսուս հանդիպումներ կունենար մինչև իր համբարձումը իր հետևորդներուն, իր աշակերտներուն հետ։ Եվ այս անգամ փակ թրան յետին վախով եւ մտահոգությամբ լեցուն վիճակի մեջ Հիսուս եկավ եւ աշակերտներուն մեջտեղը գայնեցավ։ Այս անգամ հանդիպումը փակ թրան յետին աշակերտներուն հետ միասին էր։ Եվ Դեր Հիսուս անոնց ասավ խաղաղություն ցեզի։ Դեր Հիսուս այս հանդիպումը կգադարե Աստծո խոսքը Հովաննու ավետարանի մեջ գսե, երբ 12-ին մեկը երկվորյակ ըսված Թոմաս անոնց հետ չէր։ Երբ Հիսուս եկավ, երբ մյուս աշակերտները ասին, թե մենք Դեր Հիսուսի տեսանք Թոմասի, Թոմասալ իր անդրադարձը, իր պատասխանը եղավ, եթե իր ցերկերուն վրա փևերներուն նշան չտեսնեմ, ու մադս փևերներուն դեղը չխոթեմ, իմ ցերկս անոր գողը չխոթեմ, չեմ հավատար։ Այս անգամ աշակերտները դեսան աչքով փոխանցեցին Թոմասի, բայց Թոմաս նաև մյուս աշակերտներուն նման ուներ կասկած, որովհետև իր գտնված վիճակը խաղաղ վիճակ չէր։ Իր գտնված վիճակը անորոշ էր եւ դագավին ինք նաև իր աչքով չէր տեսած Դեր Հիսուսի ներկայությունը։ Բայց Դեր Հիսուս 8 օր հետո անգամը եւս գուքա եւ այս անգամ Թոմասի ներկայությամբ։ Եվ անգամը եւս իր խաղաղությունը կփոխանցե աշակերտներուն եւ Թոմասին եւ գսե մի ըլլար անհավատ, հաբա հավատացյալ։ Դեր Հիսուս կհրավիրե Թոմասի հավատք ունենալու նույնիսկ այդ վիճակին մեջ, որ իր աչքերով տեսած չէր, հավատք ունենալու նույնիսկ անխաղաղ վիճակի մեջ եւ հավատքով ապրելու նույնիսկ այդ վիճակներու մեջ, որ ինք վախ եւ անորոշություն կապրեր, հավատք ունենալու նույնիսկ երբ ինք իր աչքերով տեսած չէր, հավատք թե Դեր Հիսուս միշտ ներկա է մեր բոլոր վիճակներուն մեջ, հավատք թե Դեր Հիսուս միշտ ներկա է նաև մեր վախի, մեր անորոշության եւ մեր կասկածներուն մեջ։ Եվ այս հանդիպումը Դեր Հիսուսի եւ իր աշակերտներուն, հատկապես Թոմասի կյանքի մեջ շատ բան կփոխե։ Այս հանդիպումը Դեր Հիսուսի Թոմասի հետ միասին, Թոմասի կյանքի մեջ շատ փոփոխություններու պատճառ կլավ, ինչպես մյուս աշակերտներուն եւ մյուս մարդոց, որ Դեր Հիսուս հանդիպեցավ մինչև իր համբարձումը։ Ամեն բանի առաջ աշակերտներ Թոմաս գստանան Դեր Հիսուսով եկած խաղաղությունը, իրենց անխաղաղ վիճակի մեջ, Դեր Հիսուսի ներկայությամբ անգամ եւս անոնք գլեցվին խաղաղությամբ, իրենց անորոշությանը մեջ Դեր Հիսուս գուքա գսե խաղաղություն ցեզի, եւ այդ խաղաղությունը իրենք անգամ եւս գվայլեն, որովհետեւ Դեր Հիսուս ներկա էր իրենց հետ միասին։ Անոնք գստանան Սուրբ Հոգին, անոնց վրա փչեց ու ուսավ անոնց արեք Սուրբ Հոգին, Դերոջը մնայուն ներկայությունը իրենց կյանքերուն մեջ, Աստծո զորությունը եւ առաջնորդությունը իրենց ծառայություններուն մեջ,
Շատ բան կփոխվի աշակերտներուն կյանքի մեջ, երբ Սուրբ Հոգին կստանան։ Ետքը կտեսնենք Գործկարակելոց գիրքին մեջ, թե ինչպես Սուրբ Հոգիով առաջնորդված անոնք հրաշքներ կգործեն։ Մարդոց կյանքի մեջ Տեր Հիսուսի ներկայությունը կբերեն։ Հետևաբար Սուրբ Հոգինը ստանալը մեծ փոփոխության պատճառ կլա աշակերտներուն կյանքի մեջ։ Տեր Հիսուսի հանդիպումը վախով փակված թռները կփանա։ Ոչ միայն ֆիզիկական թռներու մասին կխոսենք, այլ նաև հոգևոր, սրտի, մտքի փակված թռներու։ Շատ բան կփոխվի այս հանդիպումով։ Փակ թռները կփածվին եւ աշակերտները իրենց վախին, կասկածի մեջ, իրենց փակած թռները կփանան, որովհետեւ Տեր Հիսուս իրենց հետ ներկա էր։ Տեր Հիսուս իրենց հետ կհանդիպեր։ Այսօր սիրելիներ, մեր կյանքերուն մեջ շատ վիճակներ կան, նաև կարիք ունի փոխվելու։ Ինչպես տեսանք աշակերտներուն կյանքի օրինակը, իրենց փորձառությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ, այսօր կանդրադառնանք մեր հավատքի կյանքին, մեր առօրյային, մեր Աստծո հետ ունեցած հարաբերության եւ գիտենք, որ մեր կյանքերու մեջ շատ վիճակներ կան, որ կարիք ունին փոխվելու։ Բոլորս ալ ունենք վախեր, կասկածներ, դժվարություններ, որ այսօր կդիմակրավենք։ Ոչ միայն աշակերտները, ոչ միայն Թոմաս, այլ մենք նաև այսօր ունենք մտահոգություններ, ունենք կյանքի ծանր մարտահրավերներ, որ ամեն օր մեր առօրյային մեջ մեզի համար դերևս մտահոգություն է, անորոշություն է։ Մենք ալ ունենք թռներ, որ փակ կբահենք։ Սրտի, մտքի, հարաբերություններու թռներ, որոնք փակ կբահենք տարբեր պատճառներով։ Սակայն Տեր Հիսուս, ինչպես Թոմասի, նաև մեզ կհրավիրե հավատք ունենալու։ Հավատք ունենալու, թե ինք ողջ է եւ ներկա է նույնիսկ մեր փակ թռներուն յետին եւ կշարունակե մեզի հետ լալ, կշարունակե մեզ զորացնել եւ մեր արչեւ հավատքի նոր մարտահրավերներ տնել։ Հավատք ունենալ, թե Տեր Հիսուս ողջ է եւ կշարունակե այսօր մեզի հետ լալ։ Տեր Հիսուս ոչ թե միայն իր աշակերտներուն խաղաղությամբ կլեցնե իրենց գտնված վիճակի մեջ, այլ նաև կղրկե զանոնք այդ խաղաղությունը բաժնեկցելու իրենց 4 կողմ գտնվող մարդոց հետ, անոնց ասելով ինչպես հայրը զիս ղրկեց, ես ալ ցեզ կղրկեմ։ Ոչ թե միայն հավատք ունենալ, խաղաղությամբ լեցվել, Տերոջը ներկայությունը վայելել, սերը վայելել, այլ նաև ինչ որ Տերոջ մենք կստանանք հավատքով, այդ նաև բաժնեկցիլ մեր հարաբերություններուն մեջ, մեր 4 կողմ գտնվող մարդոց հետ։ Ետքը կտեսնենք, թե ինչպես փակ թռան ետին նստող աշակերտները մարդոց կյանքերու մեջ փոփոխություններու եւ հրաշքներու պատճառ կլան։ Վախով, կասկածով նստող աշակերտները մարդոց կքաչալերեն, որբեսի հույս ունենան, Քրիստոսով զորանան։ Այս էր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներուն եւ այսօր մեր կյանքերու մեջ դրած հավատքի լուրջ մարտահրավերը։ Մենք կանչված ենք բաժնեկցելու Տեր Հիսուսի սերը, խաղաղությունը, ինչ որ հավատքով գաբրինք եւ կստանանք։ Թոմասի այս հանդիպումին ավարտին հայտարարությունը գլա, երբ Տեր Հիսուսի կհանդիպի, հավատքով կնորոգվի, այդ խաղաղությունը, այդ սերը կստանա, իր հայտարարությունը հետևյալը գլա. Իմ Տերս եւ իմ Աստվածս։ Ամենեն մեծ փոփոխությունը այս էր, սիրելիներ։ Այս հատվածին մեջ, այս հանդիպումին մեջ ամենեն մեծ փոփոխությունը այս հայտարարությունն էր. Իմ Տերս եւ իմ Աստվածս։ Կասկածե թեպի հավատք, վախե մտահոգութենե թեպի հավատք, Տերոջը վստահություն, իմ Տերս եւ իմ Աստվածս։
ինչ վիճակներ այսօր մեր կյանքի մեջ կան եւ կասկածներ, վախեր կան, որոնք պետք է մեկտի ցկենք եւ հավատքով նաեւ մենք ասենք այդ նորոգվիլը, այդ փոփոխությունը ապրելով ասենք, թե Տեր Հիսուս ինք է իմ Տերս եւ իմ Աստվածս։ Ինձի հետ ներկա է այսօր իմ նյութերուս մեջ, իմ մտահոգություններուս մեջ եւ իր ներկայությունը իմ կյանքիս մեջ շատ բան կրնա փոխել։ Ոչ թե միայն ներկայություն, այլ նաեւ հավատքով փոխվելու, նորոգվելու այդ ներկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի։ Այս հավատքով է, որ պիտի ապրենք։ Մեր Փրկիչը ողջ է, մեզի հետ է։ Ամեն օր մեր փակ դռները գզարնե եւ ամեն օր իր սերը եւ խնամքը վայելելու արիթը գուտա մեզի։ Ինչա լան մեր վիճակները, ինչա լան մեր այսօրվա մտահոգությունները, Տերը կշարունակե մեր թուրը զարնել եւ այդ խաղաղությունը եւ սերը մեզի փոխանցել։ Պողոս Արաքյալ հռոմայեցիներուն ուղած նամակի մեջ մեզի ցանոթ խոսքը գսե, որ ընդհանրապես կհիշենք, իրար կքաչալերենք։ Պողոս Արաքյալ գսե, ով պիտի զադե մեզ Քրիստոսի սերեն, ով գրնա մեզ Քրիստոսի սերեն զադել, դարաբանքը, նեղությունը, հալածանքը, սովը, ինչպես հրյա ժողովուրդը ապրեցավ, այդ դժվարության դեմ գտնվեցավ, թերևս այսօր մեզի համար կասկածը, մտահոգությունը, անորոշությունը, ով գրնա մեզ Քրիստոսի սերեն զադել, ոչ բարձրությունը, ոչ խորությունը եւ ոչ ուրիշ արարած գրնա մեզ զադել Աստծո սերեն, որ Քրիստոս Հիսուս մեր Տերոջմով է։ Այս սերը այսօր հավատքով կուզենք ապրիլ, այս սիրույն մեջ մնալ եւ այս սերը մարդոց հետ բաժնեկցիլ։ Թող Աստված օրհնե մեր կյանքերը եւ լեցնե իր սիրովը խաղաղությամբ եւ համբերությամբ, որբեսի կարենանք միշտ մեր հավատքին մեջ հաստատ մնալ, Աստծո հետ մեր հարաբերությունը հաստատ պահել եւ մեր կյանքերովը միշտ Տերոջը փառք բերել։ Արդյոք Տերը մեր մեջ է, այո, Տերը մեզի հետ է, Տերը կշարունակե մեզի հետ լալ։ Այս հավատքով գաբրինք եւ այս հավատքով կուզենք մեր կյանքերը շարունակել։ Ամեն։